Նախ մենք որպես վարչապետը եւ ես գործընկերներս եկեղեցու որպես ինստիտուտի նկատմամբ չենք գրել այդ ամեն ինչը, վարչապետը շատ հստակ է գրել եկեղեցու սպասավորների վերաբերյալ եւ եթե եկեղեցին ունի մեծ հեղինակություն, դա եկեղեցու մասին այո լավ է խոսում միգուցե, բայց եկեղեցու հետևորդները ես վստահ եմ մեծամասնությունը ճնշող մեր աստծո այդպիսի հարց տրվել է օրինակ նույն այդ հարցումների ժամանակ ինչպես կվերաբերվեն մի եկեղեցականի, որը չի կարող օրինակ ունենալ ընտանիք, կլինի օրինական կամ ոչ օրինական, բայց ունի։ Դուք կարծում եք, որ էլի 70 կամ 80%-ը կասի նորմալ, ես կարծում եմ, որ ես վստահ եմ, որ հակառակը կլինի եւ հաջորդն էլ բոլոր երկրներում էլ որտեղ որ եկեղեցիները հենց մեծ դեր են ունեցել այդ հասարակությունների զարգացման մեջ ունեն բարձր վարկանիշ, դա նորմալ է, ուրիշ բան, որ հաճախ նաև եկեղեցիները հենց իրենք են զբաղվում իրենց մաքրությամբ եւ կարիք չի լինում եկեղեցուց դուրս գտնվող, չնայած եթե դու քեզ համարում ես եկեղեցու հետևորդ, ըստ էության դու ես եկեղեցու մաս կազմում, օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն այդպես է համարում, ինքը իրավունք ունի նման հարցեր բարձրաձայնելու, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, ցանկացած քրիստոնյա էլ ենթադրում եմ կարող է հայ առաքելական համարող իրեն նման հարցեր բարձրացնել